Մեծանուն գրող Ռաֆու ծննդյան տարելիցի կապակցությամբ Գեղեի դպրոցի բարձր դասարանցիները գրական ցերեկույթ էին կազմակերպել եւ քանի որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախում առաջնային դեր ունի, ուստի աշակերտները ներկայացրեցին Ռաֆու Սամվելը։ Պատմական այս իրողությունը դրվագ ցուցադրվեց հանդիսատեսին։ Աշակերտները փայլուն կատարեցին իրենց հանձնարարված պատասխանատու գործը, միևնույն ժամանակ վերապրելով իրենց նախնիների կրած դառնությունները։ Ով մեզ հակառակ է, մեզանից չէ։ Մենք անխնապատժեր գիտենք այդպիսին։ Եվ ոչ էլ դու իմ հայրն ես։ Սամվել! Ինչ է, դավաճան։ Հայրասմա։ Հայրենասիրությունը չեն սովորում, հայրենասեր ծնվում են։ Այս երեխաները հստակ գիտակցում են, որ այն ինչը ժամանակին արել է Սամվելը, փրկեց մի ողջ ժողովուրդ։ Անիրավ, թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղերնագործ կոչեն։ Ահա այս սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը։ Պատմության ուսուցչուհի Անուշ Առաքելյանը նշեց, որ վեպը պատահական չէր ընտրված։ Որովհետև այդ գիրքը, այդ պատմավեպը Սամվելը բոլոր ժամանակներում արդիական է եւ հատկապես հիմա, երբ մենք պետք է ավելի ամուր լինենք, ավելի միասնական լինենք, միահամուռ լինենք մեր երկրի անկախությունը պահպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուրեմն պահպանելու գործում։ Ներկաներն ու տնօրեն Խորենտեր Ստեփանյանը բարձր գնահատեցին երեխաների աշխատանքը։ Այս փոքրիկ դպրոցում, այս 28 աշակերտ ունեցող դպրոցում, այս գյուղական դպրոցում մենք ունեցել ենք բազմաթիվ միջոցառումներ, բայց սա այն պահն էր, այն հայրենասիրական թեմայով այն փոքրիկ ներկայացումն էր, որ այսօր մեր երեխաները գերազանց կատարեցին։ Նրանց մեջ զգացվում էր հայրենասիրություն, նրանց մեջ զգացվում էր այն, որ գիտեն, թե ինչ են ներկայացնում։ Այս դպրոցում հայրենասեր սերունդ են դաստիարակում, թերևս դրան նպաստում է նաև այն, որ գյուղը սահմանամերձ է։ Եթե ես լինեի Սամվելի տեղը, իհարկե նույնը կանեի։ Հայր իրավունք չուներ իր կրոնը փոխել ուրիշ կրոնի հետ։ Նա շատ սխալ կատարել, որ դավաճանել է հայրենիքին եւ վրացել է քրիստոնեությունը, բայց վերջում իր որդին հետ իրեն պատժեց, սպանելով իր մորը։ Ինչևէ գրական ցերեկույթը կայացավ, իսկ ներկաները հեռացան գոհ ու տպավորված։